Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է դեկտեմբերի 6-ի համար։ Օրը շաբաթ է և տեսնենք, թե մեզ բոլորիս ինչ է սպասվելու այդ օրը։ Գնանք խոյերին։ Ինչ է սպասվում խոյերին դեկտեմբերի 6-ին։ Խորամանկ մարդիկ կան ձեր շրջապատում։ Նաև խաբեբայություն է սա, բացի խորամանկությունը։ Հնարավոր է ընկերն է։ Ընկերն է այդ օրը մի փոքր խորամանկ լինում ձեր հանդեպ կամ ինչ-որ խաբեություն կա։ Այդ օրը ոչ հնարավորություն ունեք կամ ոչ է կամուրջ է ստեղծվում, ավելի հեշտանում է, փորձեք գործանել, ինչ-որ մեկին հանդիպել, տեսնել, հաշտվել, խոսել։ Ինչ-որ հարցերի համար, ձեզ համար կամուրջ է ստեղծվում, որպեսզի հեշտանա։ Եվ այն ուղղությունը, որը դուք ընտրել եք, միգուցե այդ ավելի հեշտ անելու համար, դա ճիշտ ուղի է ձեզ համար, այնպես որ արեք այն ինչ որ դուք ուզում եք անել։ Ճիշտ ուղի է, գնացեք այդ ուղղությամբ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ցուլերին։ Ինչ է սպասվում ցուլերին դեկտեմբերի 6-ին։ Առիթ ունեք այդ օրը, կամ միգուցե դուք եք առիթ ստեղծում այդ օրը, ինչ-որ մի բան անելու համար, ինչ-որ առիթ է, կամ գնում եք կինո նայելու, թատրոն, ինչ-որ մի գործ, ինչ-որ մի բան, որտեղ որ շատ մարդիկ կան, նաև հասարակական կյանքն է դա, եթե չունեք առիթ բնականաբար։ Հասարակության մեջ կգտնվեք այդ օրը, որտեղ որ շատ մարդիկ կան։ Նաև այդ օրը խաբեություն կա, ուշադիր եղեք, որպեսզի ձեզ չխաբեն։ Նաև կարող է դուք պետք է լինեք խորամանկ, ինչ էլ որ ուզում անեն, ձեր վրա չի կարող դա ազդել, դուք բարձր տրամադրություն ունեք, այնպես որ կամ դուք խորամանկով ինչ-որ մի բանի կհասնեք, որից էլ որ տրամադրությունը կբարձրանա, կամ ինչ-որ պահեր են սրանք, որ եթե փորձեն ձեզ ինչ-որ մի բան անել, ոնց որ կգտնեք այդ պահը, կհասկանաք, որ խաբեություն է և չեք շարունակի։ Այդ օրը նաև հանդիպում կամ շփում ունեք ձեր ընկերոջ հետ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք եկվորյակներին։ Ինչ է սպասվում եկվորյակներին դեկտեմբերի 6-ին։ Շատ շփում, խոսակցություններ, նաև բամբասանք դա կարող է լինել, լեզվակռիվ դա կարող է լինել ինչ-որ մեկի հետ, չհասկանաք իրար։ Սա շփում է, ավելի շատ, նաև կարող է նոր ծանոթություն է և իր հետ եք ավելի շատ շփվում։ Եվ այդ օրը ինչ-որ բաներ են գնալու ձեր կյանքից նորին տեղ բացելու համար, նոր հնարավորություններ ընձեռելու համար ձեզ։ Թողեք թող գնան, ինչ էլ որ կգնա։ Եվ հանդիպում շփում ունեք որևիցե աղջկա հետ, տեսնենք ով է։ Աշխատանքի բերումով դա կարող է լինել, պետական պաշտոնյա կարող է նաև լինել, կամ ոչ մասնագետ է օրինակ հիվանդանոցում, բժշկական ոչ կենտրոնում, ուսման կենտրոնում աշխատող կարող է դասախոսին եք օրինակ տեսնում, ուսուցչուն եք տեսնում։ Նաև սա ինչ-որ մեկն է, ով որ կարող է տնօրենն է և այդ օր օրինակ ձեզ ասում է, որ երկուշաբթի օրվանից փոփոխություն կա քո կարիերայում և դու արդեն ոչ թե բաժնի աշխատող ես, այլ բաժնի մենեջեր օրինակ, այդպես։ Այսքանը ձեզ համար, մի զարմացեք, ինձ հետ օրինակ այդպես է եղել Հայաստանում։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք խեցգետիններին։ Ինչ է սպասվում խեցգետիններին դեկտեմբերի 6-ին։ Հանդիպում, շփում, ոչ սա պետական աշխատող է։ Նաև ինչ-որ մեկն է, ով որ կարող է ձեզ օգտակար լինել այդ օրը, օգնել, հովանավորել ինչ-որ հարցում։ Սա նաև պետական պետավտոտեսուչներն են, ում որ կարող եք հանդիպել։ Նաև նոր ծանոթություն կարող է լինել հեղինակավոր մարդու հետ կամ այսպես հաղթանդամ ոչ մեկի կարող եք ուղղակի հանդիպել ձեր ընկերներից մեկն է, ով որ այդպես է։
Այդ օր ինչ անեք հաջողությամբ այն կընթանա, հաջողությամբ այն կվերջանա, նաև հանդիպում շփում ունեք որևիցե աղջիկա հետ, տեսնենք ով է։ Անցյալից է, ինչ-որ մեկն է, որ անցյալում եք ճանաչել, շփվել եք իրար հետ, խոսել եք, աշխատել եք։ Կամ ինչ-որ մի աղջիկ է, ում հետ որ կշփվեք և կհիշեք ձեր անցյալը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնային կառույցներին։ Ինչ է սպասվում առուսներին դեկտեմբերի 6-ին։ Երեխաների հետ կապված ոչ իրադարձություններ են, նավրը թորներն են գալիս, երեխաներն են գալիս, միգուցե սա նոր բիզնես է, նաև նոր հնարավորություն, նաև դե նոր բիզնեսի համար չնայած կան օրեր, նվազող լուսնի ժամանակ, որ կարող եք անել։ Եվ դա նաև նոր կյանքն է, նոր ինչ-որ մի բանի հնարավորություն և հղիություն, ծննդաբերություն, մանկամտություն նաև, ժամանակ կարող է պետք է, ասում է ժամանակ հատկացրեք ձեր երեխաներին, ովքեր որ ունեն, ժամանակ հատկացրեք նաև ինչ-որ մի բանին, ձեզ կամ ձեր թոռներին, ժամանակն է մտածելու երեխա ունենալու մասին, բիզնես բացելու մասին, այդ օրը նաև ոմանք կլինեն առիթի, ծնունդ է, կնունք է, հարսանիք է, հասարակական վայրում կարող եք գտնվել, կինո, թատրոն, այգում, ինչ-որ մի տեղ կա, հասարակական միջոցառում է գնում և մասնակցում եք, դուք եք ստեղծում առիթ, կարող է ինչ-որ մի բան է տեղի ունենում և առիթ եք ստեղծում, տանում ուրախանում եք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կույսերին։ Ինչ է սպասվում կույսերին դեկտեմբերի 6-ին։ Կամ անցյալն եք հիշելու, կամ անցյալի մեջ եք խորանալու, կամ անցյալից ինչ-որ պահեր կան, ինչ-որ բաներ են։ Դե քարտ հանեմ, բայց ինձ թվում է մի փոքր սխալ է։ Կայ ոլորտը ցույց տա, փոփոխություն է սա։ Փոփոխություն է, որը տեղի է ունեցել ձեր կյանքում, բայց էլի մնացել է ինչ-որ մի բան անցյալում։ Ոնց որ մարդը օրինակ տեղափոխվում է մեկ այլ բնակարան, բնակարանից բնակարան, բայց այդ անցյալում է մնում այդ բնակարանը, բայց այդ բնակարանի համար պարտքեր ունի օրինակ, կամ ինչ-որ ապրանք եք թողել այնտեղ, գուցե ինչ-որ բան է, ոնց որ փոփոխության հետ է նաև դա կապված։ Ոմանք կարող են հիշել հղիությունը, ծննդաբերությունը, ինչպես է այն անցել։ Ամենայն դեպս, հա ինչ-որ պահեր են, խորացում անցյալի մեջ։ Նաև այդ օրը խոչընդոտներ կան, որոնք որ պետք է կարողանաք հաղթահարել, միգուցե հենց անցյալից եկող խոչընդոտներ են, ժամանակն է զբաղվել դրանցով, ժամանակն է այն ավարտելու, որպեսզի այն եւս նույնիսկ չգա ձեր կյանք, ժամանակ հատկացրեք, հա դրանց լուծում տալու համար։ Եվ այդ օրը ինչ-որ անակնկալներ, նվերներ, ժամադրություն ոմանց համար, բարձր տրամադրություն, ծնունդ կարող է լինել, բայց որ ուրախանաք, ուրախ պահեր ունենաք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կշարքներին։ Ինչ է սպասվում կշարքներին դեկտեմբերի 6-ին։ Ուրախ պահեր, ուրախ էմոցիաներ, ժամադրություն, անակնկալներ, բարձր տրամադրություն, այստեղ ծնունդ է կամ ինչ-որ պահեր են, որը որ ձեզ կուրախացնի, այստեղ հարսանիք է, որը եւս ձեզ կուրախացնի։ Սա նաև ամուսնության առաջարկ է, այսպես գեղեցիկ ծաղիկներով, դե կասեք, չգիտեի, որ ամուսնության առաջարկ ես անելու, հիմա ինչ անենք, որ Արմինեն արդեն ասել էր։ Այստեղ հստակ ծաղիկներով գեղեցիկ ձևավորված ամուսնության առաջարկ է ոմանց սպասում, կամ դուք եք անելու ամուսնության առաջարկ, եթե տղա է նայում, ձեր սիրված կզգաք, ձեր սիրելիի շրջապատում, կարող ձեր հարազատներին եք հավաքում,
Գուցե հարսանիքի ժամանակ է տեղի ունենում ոչ անակնկալ ձեզ համար նաև, կամ ձեր հարսանիքն է եւս էլի անակնկալ է որտեղ որ եւս ուրախ կլինեք։ Ոմանք այստեղ հարսանիքի ժամանակ, եթե ինչ-որ առիթ է կարող սիրահարվել, կամ ձեզ սիրահարվեն, նաև սա գործարք է, որը կարող է կնքել աշխատանքի բերումով, եւ դա եւս ձեզ համար այստեղ հա ձեզ սիրված գաք, ձեզ ինչ-որ լավ պահեր լինի, բարձր տրամադրություն։ Հիանալի օր է, ուղղակի հիանալի։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կարիճների։ Ինչ է սպասվում կարիճներին դեկտեմբերի 6-ին։ Այդ օրը ամեն ինչին պետք է, ամեն մի մանրուք պետք է ուշադրություն դարձնեք։ Յուրաքանչյուր մանրուքին, ինչ էլ որ լինի։ Սա նաև կարող է աշխատանքի բերումով է, դա կարող է գործարք եք կնքում, բիզնեսի հետ է կապված, անպայման յուրաքանչյուր մանրուք։ Միգուցե ճիշտ է շաբաթ է, բայց կարող պետական հիմնարկության հետ է դա կապված եւ եւս, հա, պետք է հասկանալ, որ մանրուքները շատ կարեւոր են։ Ոմանք այդ օրը հարսանիքի կգնան, այստեղ ռեստորանը կարող է ցույց տա հարսանիք, կարող է առիթ է, ոմանց համար սա ամուսնության առաջարկ է, կամ դուք կանեք, կամ ձեզ կանեն, եւ իհարկե բնական է, գործարք է։ Շատ աշխատանք այդ օրը կարող եք ունենալ, նաեւ եթե հարսանիքի չեք, դա նաեւ կարգավիճակի փոփոխություն է, միգուցե ձեր հարսանիքն է, ձեզ մոտ է փոփոխվում ոչ մի բան։ Նաեւ դա գործարք է, որը հստակ աշխատանքին է վերաբերվում։ Նաեւ ոմանք հարսանիք գնալու համար, օրինակ, կարող գնալ ոչ բժշկական կենտրոն եւ ինչ-որ պրոցեդուրաներ անել ձեր մարմնի վրա, մաշկի վրա եւ այլն։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք աղեղնավորներին։ Ինչ է սպասվում աղեղնավորներին դեկտեմբերի 6-ին։ Խորամանկ անձնավորություն, ով որ ձեր շրջապատում է, միգուցե ձեր անցյալից է, օй, այստեղ իրոք խորամանկ անձնավորություն է, ով որ անցյալներ կան, կխառնի իրար ու խաղես, հա, ու լուրջ բան չկա ու չգիտեմ, ձեր կյանք ինչ-որ մի նոր բան կմտցնի, որից կարող եք փոշմանալ, որ այդ մարդու հետ ծանոթացել եք կամ լսել եք այդ մարդուն երբևէ։ Սա նաև ասում է իմաստուն եղեք եւ անցյալի սխալները մի արեք, հատկապես խաղի հետ կապված է։ Մարդկա օրինակ միշտ ասում է մեկ անգամ խաղամ, այլևս չեմ խաղա։ Բայց ինքը չգիտի, որ իր մոտ այդ կախվածությունը կա։ Հա, մարդիկ կան ասում են մեկ անգամ ծխեմ, էլ չեմ ծխի։ Այլևս այդ կախվածությունը, հա, ինձ թվում է չկա, բայց կախվածության մեջ են ընկնում։ Եվ յուրաքանչյուր այն ինչ որ վերջանում է մոլ, հա, բառով, ապա դա միշտ կախվածություն կա։ Եվ այստեղ օրինակ ես գիտեմ շատ աղեղնավորներ, ովքեր որ սիրում են խաղալ։ Բայց սա անցյալից ինչ որ բան է, որին լուրջ չեք վերաբերվել։ Կամ կարող եք լուրջ չվերաբերվել դրան, խաղի վերածել եւ հետո ընկնել կրակը։ Միգուցե դուք եք խորամանկություն ուզում անել այդ օրը, ինչ որ մի բան անել այդ օրը, որ էլի անցյալի հետ է կապված, որ նախկինում էլ եք օրինակ արել, եւ հիմա ոնց որ իրոք մեկ ակնթարթ ինչ որ մի բան կստեղծեք ձեր կյանքում, կբերեք ձեր կյանք։ Ամենայն դեպս պետք է ուշադիր լինել այդ օրը, եթե չեք չի ուզում մարդը, որ իր գլխին ինչ որ մի բան գա, ապա պետք է ուղղակի այդ օրը հասարակ անցկացնի, ոչ անցյալ խառնի, ոչ որևիցե մեկին լսի, ոչ հետևի իր ասածը, ոչ մի բան չանի։ Տեսնենք ով է այս խորամանկ անձնավորությունը։ Նայեք ինքը ուղղություն է ձեզ տալու։ Ինքը փորձելի է ուղղություն տալ։ Եթե ինչ որ մեկը այդ օրը ձեզ խորհուրդ չի ուզում տալ, չկա ձեր շրջապատում մեկ, ապա սա ասում է, որ դուք եղեք այո խորամանկ եւ այդ ուղին ընտրեք, եւ որ ճիշտ է դա ձեզ համար, գնացեք այդ ուղիով։
Դե անցյալը կփորփրեք, անցյալից ինչ որ մարդիկ կգան, անցյալի հետ կապված ինչ որ հարցեր կան, որոնք որ պետք է լուծեք, անեք, եւ բնականաբար անլրջություն, խաղ եւ մեկ ակնթարթ ձեր կյանքում որևիցե ինչ որ մի բան կգա։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք այդ եղջյուրներին։ Ինչ է սպասվում այդ եղջյուրներին նոյեմբերի 6-ին։ Ինչ է սպասվում այդ եղջյուրներին դեկտեմբերի 6-ին։ Չէ՞ սովորեմ, որ էլի պետք է դեկտեմբեր ասեմ, բավականին շատ կարող լսել նոյեմբեր։ Մենք նայում ենք դեկտեմբերը, մի մոռացեք։ Այդ օրը առիթ կարող եք ունենալ, դուք առիթ ստեղծել, հասարակության մեջ կողա ինչ որ առիթ է, հասարակական գնում եք այդ առիթի մասնակցելու։ Կինո, թատրոն, ինչ որ միջոցառում, հասարակական կյանք։ Տեսնենք ով է այս աղջիկ, ում հետ կարող եք այդ օրը հանդիպել կամ շփվել։ Իրեն տեսնելուց ուրախանակություն չի տալիս ով է, բայց ասում է, որ բավականին շատ տրամադրությունը կբարձրացնեք։ Միգուցե ինքն է ձեր տրամադրությունը բարձրացնում, միգուցե կատակներով, միգուցե ինչ որ բանով, ինչ որ բան է ասում ձեզ եւ դրանից էլ ելնելով եւս, հա, ձեր տրամադրությունը բարձրանում է։ Այդ օրը նաեւ ինչ որ ոլորտ կկայունանա, ոչ ոլորտ կուղվի ձեզ մոտ, ինչ որ փոփոխություն տեղի կունենա։ Այն տեղում որտեղ որ անհանգստանում եք, հա, ոնց որ դա ավելի կամրապնդվի եւ ավելի ամուր կլինի։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ջրհոսների։ Ինչ է սպասվում ջրհոսներին դեկտեմբերի 6-ին։ Հանդիպում կամ շփում որևիցե տղամարդու հետ։ Տեսնենք ով է այս տղամարդը։ Չգիտեմ ով է, բայց միգուցե նաև ձեր ուսուցիչն է։ Այդ առումով նաև ինչ որ գաղտնիք կարող է բացահայտվել կամ իր մասին, կամ ինքը բացահայտի ձեզ այդ գաղտնիքը։ Եվ ուսում է, սա կարող դրդում է ձեզ ուսման, կարող է ուզում եք լեզուներ սովորել եւ ինքն է ձեզ օգնում այդ հարցում։ Այդ օրը նաեւ լարվածություն ունեք, բորբոքված պահեր։ Ինչից է։ Սիրելի հետ է կապված, կամ սիրելի մարդկանց, հարազատ մարդկանց հետ է կապված, կամ անձամբ ձեր երկրորդ կեսի հետ է կապված։ Գուցե սա ձեր երկրորդ կեսն է եւ ուզում էր սովորել, կամ այդ գաղտնիքն է բացահայտվում եւ էմոցիոնալ է, բորբոքվում եք, ինչ-որ բան եք ուզում։ Այստեղ նաև օձեր կան, ովքեր որ փորձում են նաև ձեզ խառնել այդ հարցում։ Եվ ասում է իմաստուն եղիր եւ երևի թե այդ գաղտնիքը լսելուց հետո, հա, եթե կարող գաղտնիք է, միգուցե այս բորբոքվածությունն է ձեր երկրորդ կեսի հետ կապված, ձեր հարազատ մարդկանց հետ, իմաստուն եղիր եւ ամեն ինչ ոնց որ չափված, ձևած եւ ոչ մի ավելորդ բան։ Դա կարող նախանձում են եւ նախանձությունից ավելի բորբոք են ձեզ այդ, հա, եթե ինչ որ մի խնդիր կա։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ձկներին։ Ինչ է սպասվում ձկներին դեկտեմբերի 6-ին։ Հանդիպում կամ շփում որևիցե տղայի հետ այդ օրը։ Տեսնենք ով է։ Առողջությանն է վերաբերվում, նաև ընտանիքի անդամ է։ Ոմանց մոտ բժիշկ է, ոմանց մոտ ոչ ինչ-որ կոսմետոլոգ, չի բացառվում, նաև մանիկյուր, կամ տղա, ով որ մանիկյուր է չի անում Հայաստանում, լավ էլ անում է իդեպ, նայել եմ եւ զարմացել եմ։ Նաև կարող է մեյքափի հետ է կապված, ինչ-որ բան է, որ կարող է գեղեցկության հետ կապված լինել այդ մարդը։ Նաև կա առողջության հետ կարող է կապված է, ինչ-որ միտեղ գնում եք ոչ է պրոցեդուրաներ անելու համար։ Այդ օրը նաև մանրուքներին ուշադրություն դարձրեք։ Եվ բացի դրանից, եթե ոչ մի բան չէ, կամ սա ընտանիքի անդամ եք, ձեր տղան է, ձեր եղբայրն է, ով որ գալիս է ձեր տուն, կամ դուք եք գնում։ Հանդիպում եք մի խոսքով, խոսում եք։ Եվ մանրուքներին ուշադրություն դարձրեք այդ օրը։
յուրաքանչյուր հարցի հետ կապված, հա, ամեն ինչը լավ մանրակրկիտ ուսումնասիրեք։ Բավականին էմոցիոնալ կլինեք այդ օրը։ Ոմանք կարող են գնալ ժամադրության, բնականաբար Լիա Լուսինը 2 օր առաջ եւ լուսինը դեռևս պահպանվում է, ինչքան չլինի լույսը դեռևս պահպանվում է եւ կարող ռոմանտիկ ոչ պահեր ունենալ աջյալներով, օրինակ, հա, ինչպես որ լինում է ձմռանը, աշնանվերջ, ձմռանը իհարկե, ինչ աշնանվերջ։ Եվ սա ինչ-որ բան է, որը մութ է մնում ձեր մոտ, ինչ-որ բան չեք հասկանում լիարժեք մինչև վերջ, նաև ձեր մայրն է, ում հետ կարող եք խոսել, ինչ-որ բաներ քննարկել կամ հանդիպել։ Այսքանը, սա նաև գաղտնի պահեր են, որ մարդը չի հասկանում ի վերջում։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։